Ձեր ֆինանսական միջոցները վտանգված են։ Ահա նմանատիպ նախադասությամբ զեղծարարները վերջի շրջանում թիրախավորում են մեր քաղաքացիներին։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Տարբեր հեռախորհրդակցության համակարգերում, WhatsApp-ում, Telegram-ում, Viber-ում զեղծարարների կողմից ստեղծվում են կեղծ հաշիվներ, ընդ որում այդ կեղծ հաշիվներում տեղադրում են հանրության շրջանում հայտնի որևէ անձի լուսանկար կամ նրանց թիրախում գտնվող քաղաքացու ազգակցական կամ ընկերական կապերից որևէ անձի լուսանկար։ Այնուհետև տվյալ կեղծ հաշվի միջոցով կապ են հաստատում քաղաքացու հետ։ Նշում են, որ վերջիններս գտնվում են իրավապահ մարմինների հսկողության ներքո, տվյալ դեպքում ոստիկանություն կամ ազգային անվտանգության ծառայություն։ Այնուհետև խնդրում են, որ վերջինս իր ֆինանսական միջոցներով օգնություն ցուցաբերի իրեն, քանի որ տվյալ քաղաքացին եւս կարող է հնարավոր ֆինանսական վնասներ կրել։ Այն քաղաքացին, ով վստահում է նման հաղորդագրությանը, շարունակում է նամակագրություն վարել զեղծարարի հետ եւ զեղծարարները քաղաքացուն են փոխանցում մեկ հեռախոսահամար եւ ասում են, որ վերջինիս հետ կապ կհաստատեն իրավապահ մարմնի ներկայացուցիչները։ Այնուհետև կրկին զեղծարարների կողմից զանգ է կատարում տվյալ քաղաքացուն, վերջիններս ներկայանում են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կամ կենտրոնական բանկի աշխատակից եւ զեղծարարները հորդորում են քաղաքացուն կանխիկացնել իրենց ֆինանսական ակտիվները տարբեր բանկերից կամ ֆինանսական հաստատություններից եւ դրանք փոխակերպել կրիպտո ակտիվների եւ պատճառաբանում են, որ նման եղանակով վերջինները զերծ կմնան իրենց ֆինանսական կորուստներից, այսինքն պետական մարմինների կողմից նշված ֆինանսական միջոցների վրա կալանքներ հետագայում չեն դրվի։ Այն քաղաքացիները, որոնք վստահում են այդ զեղծարարների տված տեղեկատվությանը, փոխանցում են այդ ֆինանսական միջոցները տարբեր կրիպտո հաշիվներին եւ դրանովից զրկվում իրենց ֆինանսական միջոցներից, այսինքն զեղծարարները կարողանում են հասնել իրենց վերջնական նպատակի, այն է հափշտակել մեր քաղաքացիների մոտ առկա ողջ ֆինանսական միջոցները։ Հարգելի քաղաքացիներ, եթե ստացել եք որևէ հեռախոսազանգ եւ այդ հեռախոսազանգի ընթացքում որևէ անձ ներկայանում է որևէ պետական մարմնի աշխատակից, ոստիկանություն, քննչական կոմիտե կամ ազգային անվտանգություն ծառայություն եւ ձեզանից այդ աշխատակիցը ենթադրյալ պարտադրում է, որպեսզի դուք կանխիկացնեք ձեր ֆինանսական միջոցները եւ փոխանցեք այլ հաշիվների, մի վստահեք նման հեռախոսազանգերի։ Նմանատիպ հեռախոսազանգերի ետևում կանգնած են զեղծարարները եւ նմանատիպ հեռախոսազանգ ստանալու դեպքում խնդրում ենք այդ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին։ Պարզապես պետք է հիշել մի պարզ բան. իրավապահ մարմինները հեռախոսազանգ կատարելիս հաղորդակցվում են հայերեն լեզվով, սակայն չի բացառվում, որ հանցագործները տիրապետեն նաեւ հայերեն լեզվի եւ հաղորդակցվեն նույնիսկ հայերեն լեզվով եւ ներկայանան որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ։ Այս պարագայում անհրաժեշտ է գիտակցել այն, որ իրավապահ մարմինը երբեք հեռախոսազանգի միջոցով իրավունք չունի եւ չի պարտադրի որևէ քաղաքացու, որ վերջինս իր ֆինանսական միջոցները կանխիկացնի տարբեր բանկերից եւ փոխանցի այլ հաշիվներ։